Պարոն Խաչատրյան, մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը ամեն օր շարունակում է նոր սահմանափակումներ մտցնել հայկական ապրանքների համար եւ ինչքան էլ որ Փաշինյանը հայտարարում է, թե այդ խնդիրը կլուծվի, բայց Մոսկվայի կողմից պատժամիջոցները շարունակվում են։ Հիմա դուք խորհրդարանում եք, ինչպես եք փորձելու լուծել մեր գյուղատնտեսների առաջ ստեղծված այդ խնդիրները, հնարավոր է ինչ-որ լսումներ լինեն կամ թեկուզ նրանց հրավիրեք ազգային ժողով, թեկուզ խմբակցության ներսում որպես այդպիսին խնդիր լինի, որովհետև մեծ հաշվով այդ մարդիկ մեծ չափով, ֆինանսական մեծ չափի տույժեր են ունեցել։ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ ոչ թե խնդիրը լուծում է, այլ խնդիրը էլ ավելի է խորացնում։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել, նոր շուկաների ելք չի կարողանում ապահովել, դա էլ քիչ է, նաև փորձում է տեղական արտադրողներին վնասել, մասնավորապես իր այդ զուկառա, չգիտեմ, ճարպոտեր, յուղոտեր եւ այլն, բայց դրանից հետո որ երկիրը կթողի, որ այն զուկը, որը Նիկոլ Փաշինյանը լայախ չի անում ուտի, վաճառվի իր երկրում, կամ երկրում ով կգնի այդ զուկը, որը Նիկոլ Փաշինյանը նման տհաճ ձևով նկարագրում է։ Դա մեկ, երկրորդը լուսաբուծության հարցում մարդիկ չեն կարողանում իրենց ապրանքը արտահանեն, պտուղ բանջարեղենը, մի կերպ պետք է կարողանան սպառեն, բայց Երևանում ընկած այդ փոքր առևտրականների ձեռքից ապրանքը վերցնում է, հավաքում է, ինչի համար, որ իր սրտի օլիգարխները կարողանան իրենց սուպերմարկետներում կրկնակի թանկ գներով վաճառեն, սա անընդունելի է, այսինքն մարդը փոխանակ հարց լուծի, մի բան էլ պրոբլեմ է սարքում։ Հիմա մեկնել է Մոսկվա, Ռուսաստանը մեկնել, Ղրղստանը այսօր մեկնել, այո։ Կլուծի այդ հարցը Միշուստինի հետ, թե ոչ։ Կարծում եմ, որ ոչ, որովհետև այդ հարցը քաղաքական խնդիր է։ Մի անգամ ինքը փորձեց Միշուստինի հետ խոսել, գնաց հասավ Եկատերինբուրգ, ինչ որ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում լուծելու փորձ անելու համար, ոչ մի բան չստացվեց, ռուսական կողմից ստացավ հստակ պատասխան, հետո փորձեց խոսել Ռուսաստանի նախագահի հետ, ելի մենք ոչ մի լուծում չտեսանք, նույնիսկ այդ սպառնալիքը, որ 2 միլիարդ ուրեմն կպահանջեն, որպեսզի վճարի ռուսական կողմը երկաթուղու շահագործման համար, կարծում եմ, ելի որևէ հաջողության չի գա, որովհետև հասկանում եք, չէ, կա ուժեղ կողմ եւ թույլ կողմ եւ այդ սպառնալիքների լեզվով խոսելը որևէ տեղ չի տանի, մանավանդ որ այն մյուս աշխարհաքաղաքական կենտրոնը, որի վրա ինքը հույսը դրել է, որևէ բանով հազիվ թե կարողանա օգնի, որովհետև գյուղատնտեսական ապրանքները իրանք արագ փչացող ապրանքներ են, մինչև եվրոպացիք այնտեղ շարժվեն, մինչև կարգավորեն, մինչև ստեղից դեղցը գնա հասնի Բրյուսել, այդ դեղցը կդառնա միանգամից դեղցի ջեմ, ինչը որ տեղի ունեցավ Ծիրանի հետ, որ փորձել էին արտահանել Իսպանիա։ Այսինքն սպառնալիքի փոխարեն պետք է կարողանա խոսի փոխադարձ շահավետ լուծումների մասին։ Ինչը նա ձեզ չի կարող անել, օրինակ հիմա Միշուստինի հետ։ Ես կարծում եմ, որ այդ հարցի լուծումը Կրեմլում է գտնվում։ Քաղաքական այսինքն։ Ինչքան էլ գիտեք, Ռոսսելխոզնադզոր, Ռոսպատրեբնադզոր, Ռոսալկոգոլնադզոր, դրանք բոլորը քաղաքական մարմիններ են։ Ինչքան էլ ասեմ, որ չէ, տեսեք, ստանդարտին չհամապատասխանող ապրանքի ներմուծման փորձ է արվել։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի տեղական արտադրողներին մեղադրի քաղաքական ձախողումների մեջ, ամեն դեպքում ես կարծում եմ դա քաղաքական խնդիր է։ Իհարկե վարչապետը մնում է վարչապետ, խոսքը Միշուստինի մասն է խոսքում, իհարկե էլի առաջարկներ կներկայացվեն, բայց վերջը լուծումը հավանաբար Ռուսաստանի նախագահը եւ վարչապետը համատեղ կփորձեն։ Հիմա նախագահը հայտարարել է, այդ դեդլայնը տվել է, որ որոշեք եւ հանրաքվե անցկացրեք, բայց Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ հակված չեն։ Եթե Եվրամիությունն էլ Հայաստանին ձեռքերը բաց չի ընդունում իր կազմը, այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը։ Եվրամիությունը որևէ ակնարկ անգամ չի արել, որ ինքը պատրաստ է քննարկել Եվրամիության կազմը Հայաստանին ընդունելու մասին եւ Հայաստանի իշխանությունները
այդքանը շատ լավ հասկանում են եւ դրա համար մի հատ հեղեղուկ սահմանում են գտել ինել այնքան մոտ, որքան Եվրոպան կցանկանա։ Մենք ունենք Թուրքիայի փորձն ու տեսնում ենք Թուրքիայի փորձը, որը 40 տարի է ճանկռտում է եվրոպական դռները, իսկ 1 միլիմետր ավել չեն բացել, կա Վրաստանի նախադեպը, որ վրացիները հիշում եք, որքան արագ էին սլանում դեպի Եվրոպա, ինչքան գովեստի խոսքեր էին Եվրոպայից գալի, Վրաստանի հասցեին հետո տեսան, որ որևէ օգուտ չկա եւ հիմա քաղաքականության վերանայում են իրականացնում։ Այս պայմաններում Եվրոպան կարծեմ ինչ-որ փոքր-մոքր ֆինանսական օգնություն կցուցաբերի, քաղաքական բարձր աջակցություն կցուցաբերի եւ դա էլ հասկանալի է, այսինքն Ռուսաստան-Եվրոպա պատերազմի պայմաններում Հայաստանը նույնիսկ եթե մի փոքրիկ գլխացավանք պատճառի Ռուսաստանին, դա Եվրոպայի շահերից բխում է։ Ակնհայտ է։ Եվ պարզ է, որ ինձ գիտեք խնդիրն ինչու՞մ է, որ Հայաստանը դարձավ Եվրոպա-Ռուսաստան մեծ խաղի մի փոքրիկ պինգ-պոնգի շարիկ դարձավ։ Նայեք Սերբիայի նախագահի վերջին հայտարարությունը, որ իրենց նպատակը գնալն է դեպի Եվրամիություն, Եվրամիության հիմնական քաղաքական նախապայմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն է։ Հիմա եթե Հայաստանն ասում է մենք էլ ենք գնում դեպի Եվրամիություն ընդունելով օրենք կոչեցյալ այդ մի դեկլարատիվ հայտարարությունը, բա ինչ հակաքայլ է ակնկալում։ Իհարկե Հայաստանը անկախ պետություն է, իհարկե Հայաստանը ինքնիշխան է, իհարկե Հայաստանը ինքը պետք է որոշի իր քաղաքական ուղեգիծը ժողովրդի կամքով իդեպ, բայց դա չի նշանակում, որ դիմացի կողմին դու պետք է ասես, չէ, գիտես մենք ինչ անենք, դու պետք է հարգես մեր կամքը, այստեղ ազգային շահերի խնդիր է առաջանում եւ եթե մենք ասում ենք մենք ազատ ենք անել ինչ որ ուզում ենք, իրանք են ազատ անել ինչ որ իրանք են ուզում եւ տակը ինչ է մնալու։ Պարոն Խաչատրյան, Հայաստան խմբակցությունում քննարկվել է գյուղատնտեսների հետ հանդիպումը, կամ միայն գյուղատնտեսներ չէ, օրինակ ձկնաբույծներ, այն մարդկանց հետ քննարկում, որոնց մթերքը, ապրանքը այս կամ այն ի վերջո սահմանափակվել է դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ արտահայտել։ Այո, մենք այդ հարցը քննարկել ենք եւ կարծեմ հանդիպում կկազմակերպենք հասկանալ համար ինչ է տեղի ունենում։ Հանձնաժողովները ձևավորվեն, վերջանա այս ազգային ժողովի կարգավորման գործընթացը եւ հանդիպում կլինի, որովհետեւ այստեղ տուժում են ոչ միայն գյուղատնտեսական ընկերություն, ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններ, լինի անասնաբուծություն, բուսաբուծություն, պարենային թե ոչ պարենային գյուղատնտեսություն, նաեւ տրանսպորտային ընկերություններն են տուժում, դրանից բացի տուժում են նաեւ վերամշակող ընկերությունները։ Իմ հասկանում եք, չէ՞, թե կոնյակի վրա սահմանափակում դրան ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանում թե կոնյակագործության եւ թե խաղաղագործության վրա։ Եվ կառավարությունը բյուջեի համալրման համար երկու խոշոր վարկ է վերցնում։ Ըստ ձեզ, ինչու է Փաշինյանի կառավարությունը այս քայլին գնում։ Ճիշտ նշեցիք, դեռ կառավարությունը չձևավորված, հղում կատարելով 21-26 թվականների նախին կառավարության, ուրեմն ընդունած ծրագրի վրա, իրանք այսօր որոշում կայացրեցին մոտ 350 միլիոն դոլարին, ունդեղ մեկը դոլարային է, մյուսը եվրոյով գնանշված վարկեր ներգրավեն, ես դա համար բերեցի մի ընդհանուր արժույթի վրա, մեկը մոտ 4%, մյուսը մոտ 4.5%-ից ավելի, 350 միլիոնի փաստացի բյուջետային աջակցության վարկեր են։ Ասիական զարգացման բանկից ներգրաված վարկը պարզ գրված է, որ դա բյուջետային աջակցություն է, իսկ արդեն համաշխարհային բանկից ներգրաված վարկը ինքն հենց շատ լղոզված է գնում, բայց ակնհայտ է, որ դա նույնպես բյուջեի աջակցության վարկ է։ Եվ ես նոր նայում էի կառավարության կարգում, որ իրանք դրել են ուրեմն նախագիծը, հիմա արդեն քննարկել են այդ հարցը։ Այդ հարցի տակ չկար այդ փաստաթուղթը, թե ինչի համար են վերցնում, համաձայնագիրը, նկատի ունեմ համաձայնագիրը, որը կնքվել է, ինչի վրա է գնալու, դե 350 միլիոն դոլարը, հասկանում եք, չէ՞, ինչ մեծ գին է։ Ինչքան է գնալու կապիտալ ներդրումների վրա, ինչքան է գնալու խորհրդատվական աջակցության վրա եւ ինչքան է ուղղակի դեֆիցիտը փակելու վրա գնալու։ Պատճառը այն է, որ իրանք մի կողմից էական մեծ ծախսեր կատարեցին ընտրությունների նախաշեմին, որպեսզի կարողանան ընտրվել, եւ ես խոսում եմ այնպիսի ծախսերի մասին, օրինակ զինվորական շքերթը։ Չէ, ես հարցում եի ուղարկել Պաշտպանության նախարարություն, ասում եմ, ինչի հանկարծ որոշեցիք մի աղբյուրից գնում կատարել, դե ասում եմ, որ բյուջեի մեջ չկար։
Հիմա իրանք շքերթը կազմակերպեցին, որպեսզի մեծացնեն իրանց ընտրվելու հավանականությունը։ Դա արդեն մոտ 450 միլիոն դրամ է, բայց ամենակարևորը հենց ընտրությունների նախաշեմին բյուջեով չնախատեսված, 26 թվականի բյուջեով չնախատեսված, որքան էր, որ մենք պնդում էինք, իրանք հսկայական սոցիալական ծախսեր արեցին, կոպիտ ասած փողը բրծավ։ Դրանից բացի նաև, որ իրանք պլանավորում էին Հայաստանի տնտեսության աճը, այս շոկերը, որը տնտեսությունը այսօր ապրում է իրենց քաղաքական սխալների պատճառով, չէին նախատեսել եւ բնականաբար դա դանդաղացրել է տնտեսական աճ։ Հիմա թվերը, որ նայեք, տնտեսական ակտիվության աճ եւ այլն, դա պայմանավորված է շատ կարճ է եղել հիմնականում զբոսաշրջիկների այցերով է պայմանավորված, որոնց մեծամասնությունն էլ Ռուսաստանից է եկել եւ հիմա իրանք տեսնում են, որ այն տնտեսական եկամուտները, որ պետք է ստանային, չկան, ստիպած գնում են պարտքեն վերցնում։ Եվ որ նաեւ կարողանան պետական փակ բաժնետիրական ընկերությունների աշխատողներին մինչև $10,000 աշխատավարձ։